Ինչ է իրականում տեղի ունենում, երբ մենք ճտտացնում ենք մեր մատները։ Ամանի Դեյվիս բժշկական կենտրոնի բժիշկները փորձել են պարզել, թե իրականում ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր մատները ճտտացնելը։ Շատերը մտածում են, որ դա վնասակար է, եւ մենք նույնպես բացառություն չենք։ Այսպիսով, ինչ է իրականում տեղի ունենում մեր հոդերի հետ։ Պարզ լեզվով ասած, հոդը երկու ոսկորները միացնող տեղն է, որը հավաքված է հեղուկով լի կեղևի մեջ։ Երբ մենք ճտտացնում ենք մեր հոդակապերը, մեր ոսկորների միջև տարածքը լայնանում է։ Հոդերի միջև հեղուկը բավարար չի լինում տարածքը լրացնելու համար, եւ դրանց միջև ճնշումն ընկնում է, եւ գազով լի փուչիկ է առաջանում։ Ձայնը, որ մենք լսում ենք ճտտացնելիս, հենց այդ փուչիկի ճայթյունն է։ Ճառագայթաբան Ռոբերտ Բուտինը եւ վիրաբույժ Ռոբերտ Զաբոն ուսումնասիրել են ավելի քան 40 թեստերից ստացված արդյունքները։ Թեստը հանձնածներից 30-ն ունեին իրենց հոդակապերը ճտտացնելու սովորություն, իսկ 10-ը երբեք չէին ճտտացրել։ Պարզվեց, որ հոդի շարժման ամպլիտուդան ավելի է աճում ճտտացնելուց անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ մեր հոդերն ինչ-որ կերպ տաքանում են։ Սա կարող է հոդերի հիվանդություն ձեռք բերելու արդյունավետ կանխարգելում լինել։ Այնուամենայնիվ, այս խնդիրը դեռ ուսումնասիրվելու կարիք ունի։ Թեստը նաև ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր սիրում են ճտտացնել իրենց հոդակապերը, չեն ունենում այտուցվածություն, արտրիտ կամ հոդային հիվանդություններ։ Այնուամենայնիվ, չնայած այս բոլոր դրական կողմերին, սա կարող է նաև նևրոզի ախտանիշներ ունենալ։ Այս կինը սև հացի կտոր ծամեց, աղարեց ու լեյկոպլաստով մատին փաթաթեց։ Մի քանի րոպեից հրաշք կատարվեց։ Մաշկի տակ մտած փուշը տհաճ երևույթ է, որը ցավոք հաճախ է պատահում։ Enter Train կայքը ներկայացնում է փուշը հանելու մի քանի եղանակներ։ Ունելի, սա երևի ամենատարածված միջոցն է։ Ունելիի ծայրերը ախտահանել եւ զգուշությամբ բռնելով փշի ծայրը դանդաղ դուրս քաշել։ Եթե փուշը անկյունային է դուրս եկել, պետք է այն քաշել նույն անկյունի տակ։ Փուշը հեռացնելուց հետո վերքը մշակել հակաբորբոքային միջոցներով։ Երկրորդ, սև հաց։ Այս ոչ ավանդական մեթոդը հրաշալի արդյունք է տալիս, երբ փուշը այնքան է խրվել մաշկի տակ, որ հազիվ է երևում։ Վերցրեք մի կտոր սև հաց, թաթախեք այն աղի մեջ, ծամեք եւ ոչ մեծ գունդ պատրաստեք։ Հացի գնդիկը դրեք վնասված հատվածում եւ վրան սպեղանի դրեք։ Բինտով կապեք, վիրակապը թողեք ողջ գիշեր։ Առավոտյան փուշն ինքն իրեն դուրս կգա։ Երրորդ, սոսինձ։ Այս միջոցը շատ հարմար է երեխաների համար, եթե նրանք թույլ չեն տալիս ունելի օգտագործել։ Սոսինձը քսեք փշի երևացող ծայրին, չորանալուց հետո հեռացրեք այն։ Նրա հետ դուրս կգա նաև փուշը։ Սոդա։ Մի քանի գթալ սոդան խառնել քիչ քանակությամբ ջրի հետ այնպես, որ մածուցիկ զանգված ստացվի։ Դնել վնասված հատվածում։ Մաշկը կուրճի եւ փուշը մակերես դուրս կգա։ 5-րդ, ասեղ։ Եթե փուշը անկյունային է մտել եւ դժվար է ծայրը բռնել, ասեղը ախտահանեք, դրանով բացեք մաշկի այն հատվածը, որտեղ փշի ծայրն է, այնուհետև ունելիով բռնեք եւ հանեք այն։ 6-րդ, բժշկական սպեղանի։ Սպեղանին դնել վնասված հատվածի վրա եւ 1 օր պահել։ Մաշկը կփափկի եւ փուշը դուրս կգա հեռացրած սպեղանու հետ։